Պարոն փոխնախարար, 2018 թվականին դուք Հայաստանում չէիք ապրում, Ռուսաստանում կենսաֆիզիկայով էիք զբաղված եւ հավանաբար տեղյակ չեք, որ Նիկոլ Փաշինյանը Իլուր աշխարհի հայտարարում էր եւ խոստանում, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ Հայաստանի քաղաքացուն չպետք է տեղի անտեղի տուգանել եւ պատրաստվում էր վերանայել մի շարք տուգանքներ։ Հիմա դուք եկել եք բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, ինչով առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Այլ հարց է, որ հետո շատ խոստումներ չկատարվեցին, բայց այնուամենայնիվ ինձ հետաքրքիր է հստակ պատասխան, որտեղ նախարարները ձեր կողքին նստած, կառավարության ղեկավարը ինչ դիրքորոշում ունի այս օրինագծի վերաբերյալ, երբ որ հիմա այս օրենքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ, եւ երկրորդ այդ հսկիչներին տրվող իրավունքը զննության ենթարկելու քաղաքացիներին։ Սա կոպիտ խախտում է մարդու իրավունքների, որևէ հսկիչ, որևէ իրավունք չպետք է ունենա մոտենալ քաղաքացուն, ստուգել նրա գրպանները եւ նրան թեկուզ ժամանակավոր զրկել ազատությունից։ Սա անթույլատրելի է եւ չի կարելի ուղղակի այս ճանապարհով գնալ, ու ինձ հետաքրքիր է ձեր հստակ պատասխանը, թե ինչ է եղել այս օրինագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, որ ասում եք զննության իրավունք, մի հատ հղում կանեք այս նախագծում, ես դες բան չեմ տեսել։ Անկեղծ եմ, էլի ասում, Տիկին Թովմասյան, որ խնդրեմ կուղարկեք ինձ այդ կետը, որտեղ այդ զննության իրավունքը նախատեսվում։ Շնորհակալություն։